Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ 18-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է։ Ես կուզեի որպես բժիշկ հարցնել բժշկական տեսանկյունից ինչ վիճակում պետք է լինի, թեև ձայնը, որ մենք լսում էինք այսօր իր ուղերձում, ամենևին հիվանդ, կոտրված կամ հյուծված մարդու տպավորություն չէր թողնում։ Ամեն դեպքում ինչ վիճակում պետք է լինի առողջապահության, առողջապահական տեսանկյունից։ Տեսեք, գիտեք ինչ բան է, կարծում եմ մենք բոլորս էլ բժիշկ լինելով, չլինելով հանդերձ հասկանում ենք, որ բան է, անհատական է մոտեցումը միշտ։ Կոնկրետ օրգանիզմ, կոնկրետ բան է, եղած առողջական խնդիրներ նախկինում, այդ խնդիրների ինչ-որ վիճակ, բայց ակնհայտ է, որ արդեն 17-18-րդ օրը որևէ ձևով բան է, ակնկալել, որ անվնաս է մնալու օրգանիզմը հնարավոր չի։ Այսինքն ակնհայտ է, որ անդարձերի պրոցեսներ են արդեն տեղի ունենալու օրգանիզմում։ Այդ հնարավոր չի ոչ մի մարդու պարագայում, որ այդպես չլինի։ Հենց մեր մտահոգությունը եւ ժամկետների առումով նաեւ հացադուլի սկսելը մեր ընկերների հենց պայմանավորված էր դրանով կոչանելու Ռուբենին, հասկանալով հանդերձ, որ հերթական հաջորդ օրը արդեն անդառնալի հետևանքներ կարող առաջացնել առողջության եւ ինչու՞ չէ նաեւ կյանքի հետ անհամատեղելի։ Ես չեմ ուզում ճիշտ ասած փակագծեր բացել ունենք, բայց այնուհանդերձ անդառնալիության կետը ձեր գնահատմամբ մենք դեռ չենք անցել։ Երբեմն շատ սուբյեկտիվ է այդ ամեն ինչը։ Ես չեմ ուզում ինչ-որ հավատալ ինչ-որ վատ բաների, բայց կարծում եմ, որ արդեն ամեն ժամը վնաս է լինելու առողջությանը։ Արդեն կարծում եմ, որ բավականին չեմ ուզում ասել անցել ենք, չենք անցել, բայց լավ հասկանում ենք, որ օրերի այս թիվը արդեն չի խոսում ոչ մի լավ բանի մասին։ Տիկին Թանդիլյանի վիճակի մասին երկու անգամ, եթե չեմ սխալվում, այս ընթացքում 7 օրվա ընթացքում Տիկին Թանդիլյանը հոսպիտալացվեց եւ հրաժարվեց բժշկական օգնությունից եւ վերադարձավ ինչ մշտական մոնիտորինգ ենք իրականացում, ավելի բնականաբար տեղեկացված եմ, երևի ամենաշատն տեղեկացված, ըստ բանի ժամկետների, ըստ հացադուլի տրամաբանության մեր 3 ընկերների մոտ Տիկին Թանդիլյանի մոտ բնականաբար ավելի արտահայտված, հաշվի առնելով իր կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները, օրգանիզմի կազմվածքի եւ այլն, ավելի արտահայտված է Թանդիլյանի մոտ, արդեն կան այդ նշանները, մշտական արդեն հաճախասրտություն, սրտխփոսներ, գլխացավեր եւ ճիշտ նկատեցիք 2 օր առաջ ինքնազգացողության կտրուկ վատացում ուղեկցվել էր նաեւ գլյուկոզայի շատ ցածր պարունակության պարյանում էր Տիկին Թանդիլյանի մոտ։ Առաջի համալսարանական կլինիկայի հոսպիտալացվել, որտեղ հետազոտություններից եւ հետո եւ զգոյության տակ պահելուց Տիկին Թանդիլյանը որոշում է ընդունել, այսինքն շարունակել է հացադուլը, նույնիսկ չանցալով բժիշկների հորդորին։ Եվ հիմա այդ վիճակն է եւ ամեն հաջորդ օրը այս պարագայում էլ արդեն այդ ցուցանիշների վատացման է բերում, եթե նկատեցի քիչ առաջ մենք նաեւ շտապօգնությանն ենք դիմել, չի լինելու առավել լավ վիճակ։ Այսինքն ամեն հաջորդ օրը բերելու է վիճակի վատացման, այդ ակնհայտ է։ Հորդորել եք որպես բժիշկ։ Իհարկե, որպես բժիշկ հորդորել եմ, որպես ընկեր հորդորել եմ, շատ խիստ եմ հորդորել, ամեն դեպքում Տիկին Թանդիլյանը կարծում եմ 3 լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինչ-որ ժամկետ կա եւ այդ ժամկետով ինքը հացադուլը մի կողմից ծայրահեղ քայլ է, մյուս կողմից անձնական որոշման խնդիր է, բայց իհարկե որպես եւ բժիշկ եւ որպես ընկեր ես իմ կարծիքը վերջի օրերի ընթացքում էլ հիմա էլ այսօր էլ ամեն վարքյան էլ ասում եմ ներկայացնում եմ եւ պնդում եմ, որ ինքը դադարեցնի հացադուլը։